նայեք ցավալի մտածողություն է, բայց դե հիմա ավելի լավ է ասել, քան թե դա թաքցնել։ Տեսեք, այս պահին մարդը մտածում է, ես դառնամ սպա, ու լավ, ստանամ ամսական $500 համարժեք դրամ, լավագույն դեպքում սկզբի համար գոնե, եւ կյանքս վտանգի ենթարկեմ, տնից տեղից կտրվեմ, չէ՞ որ երիտասարդ սպաների համար անչափ դժվար է, երբ որ ինքը ամուսնանում է իր երիտասարդ կնոջը վերցած, ինքը մի Հայաստանի ծայրից հաճախ կարող է մյուս ծայր, ասենք ինքը գյումրեցի է, իրան ծառայությունն են նշանակում, ենթադրենք Սյունիքում, պետք է գնա տնից տեղից կտրվի, հետո երեխաներ են ծնվում, ծառայության վայր է փոխվում, դա անհարմարություն է։ Մարդը պլյուս իհարկե կյանքի եւ առողջության համար վտանգը, որը բնականաբար կա, մանավանդ վերջի պատերազմը հակագովաց շատ արեց այդ մասնագիտությանը։ Այս պայմաններում մարդը մտածում է, ես կգնամ ինչ-որ միտեղ քաղաքացիական մի մասնագիտություն ձեռք կբերեմ համակարգչային, չգիտեմ, սպասարկման ոլորտում եւ նույն $500 այս պլյուս մինուսով ամսական կաշխատեմ, բայց եթե այս մարդկանց մենք կարողանանք վճարել էականորեն բարձր, կգտնվեն անկասկանտ մարդիկ, որոնք եւ իրենց հայրենասիրական բնականաբար մղումներով, բայց նաեւ նյութական որոշակի անկնկալիքներով կընտրեն այս ուղին։ Այս պայմաններում այլ ելք չկա։ Պետք է այդ գործի վրա փող դրվի։ Ցավոք, հին ճշմարտություններով այս թեման երևի սրանով է փակենք, եթե չեք ուզում կերակրել ձեր բանակը, կերակրեք թշնամու բանակը, մի քիչ փոխենք, չեք ուզում կերակրել ձեր սպայակազմին, կերակրեք թուրքերի սպայակազմին, ցավոք իհարկե։